Ապրիլի 24-ն է, Կոտայքի մարզ, Երևան, Սևան, Իջևան, ավտոճանապարհի Չայնի երկրորդ ոլորանում Պորշկային Մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կարելի ասել մխրճվել երկաթե արգելապատրեշի մեջ, մոտ 30 մետր առաջ է ընթացել և ահա տեսեք ինչ վիճակում է գտնվում ավտոմեքենան, անգամ երկաթե արգելապատրեշները վիճակում է, վթարի հետևանքով վարորդը, ով տղամարդ է, տեղում մահացել է, նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս մոտ 10 մետր հեռավորության վրա։ Անվահեծանն է կոտրվել ավտոմեքենայի, գազաբալոնն է կոտրվել, շփրտվել։ Մեր խոսքով սա միայն կարող է ասել, որ արագության գերազանցման արդյունքում է այս ողբերգական ու խոշոր ավտովթարը տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արմեն Բաղյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մերկոբյանի և Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփական տիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան ռուսական համարանիշները տեսնում եք։ Նա տեղ չկանգնար,